Ահա, սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք տաղավար եւ հասել է պահը, որպեսզի մենք բացահայտենք այսօրվա ամենահամեղ նախաճաշի բաղադրատոմսը։ Այո, որովհետև այսօր արդեն մեր տաղավարում է եւ հյուրընկալել է մի շատ հետաքրքիր անձնավորություն, մի համեղության վարպետ Սարգիս Նիկողոսյանը։ Բարի լույս Սարգիս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ դու այսօր մեզ հետ ես սկսում առավոտը։ Ես էլ եմ շատ ուրախ։ Ճիշտ է, Անուշին նույնպես շատ ենք սիրում եւ սովորել ենք արդեն նրա ձեռքին, բայց կարծես թե քեզ էլ կամաց մենք ընտելանորը սովորում ենք ու ինչի համար շատ ուրախ ենք։ Ինչ ենք պատրաստելու։ Ինչ ենք պատրաստելու։ Ամենակարևոր փուլին ասնենք, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր բույս։ Մի քիչ հեսա բույսի մասին խոսենք, իհարկե խոհարարական տերմիններով մենք արդեն այս բույսը սարքել ենք բանջարեղեն, կիրառում ենք բանջարեղենի տակ, սպարժայով նախաճաշ ենք պատրաստելու կամ ասպարագուսով, հեսա կանադառնանք ընդհանուր կամ ծնեբեկով, կամ ծնեբեկով, հայերեն տեսակով ասենք, անունով։ Մեզ հարկավոր է լինելու պաչինա, հարկավոր է լինելու ձու պաշոտ վիճակում կամ օմլետ վիճակում կամ ոնց կցանկանանք, ընթացքում էլի կխոսենք, պանիր պարմեզան, ավոկադո, նանա, կիտրոն կամ կիտրոնահյութ եւ կրեմ քացախ, որ ինձ մոտ դրած է առանձին, կարադառնանք արդեն ընթացքում կպատմեմ։ Թավան տաքաստում ենք, սկսենք բեկոնից։ Արդեն այո, սովորաբար տերմին է եւ բոլորիս մոտ խոհանոցային բեկոն ենք ասում, պաչինայից։ Իհարկե ես ընտրել եմ շուկայում շատ լայն տարածում ունի, ու տարբեր տեսակի պաչինաներ կան, ես ընտրել եմ ավելի հում ապխտածը, քանի որ մեզ պետք է լինելու թեթև ջերմամշակում։ Ինքը մի փոքր ջերմամշակված է, շատ այդպես ծխեցված չէ, որ նայեք մսի գույնին, արդեն կտեսնեք։ Ինչքան քիչ ջերմամշակված բեկոն։ Չենք օգտագործում յուղեր տապակելու համար, քանի որ մեր բեկոնը իր յուղերը դուրս է տալու արդեն տաք թավայի մեջ։ Այսպես։ Ես պահպանում եմ իր ամբողջական տեսքը, բայց կարող ենք կտրատել նաև։ Հիմա դնենք մի քիչ բեկոնը տապակվի ու արդեն խոսենք մեր ծնեբեկի մասին։ Իսկ որտեղից է բաղադրատոմսը, Սարգիս։ Բաղադրատոմսը որտեղից։ Բաղադրատոմսը ճիշտ ասած կիրառում կա բաղադրատոմսի, բայց ես մի քիչ էլի փոփոխել եմ, ավելացրել եմ։ Հիմնական 10 տարի առաջ մոտ այսպիսի բաղադրատոմսով ուտեստ էի պատրաստել եւ ռեստորաններում նախաճաշի մեջ ունեի, բայց հետո արդեն որ մի քիչ փոփոխվեց ամեն ինչ, հիմա ես էլ փոփոխել եմ այս ուտեստը, լինելու է մեր ուտեստի մեջ շատ գեղեցիկ կառուցվածք, ուտեստը մեր ափսեն առանձին դրել ենք, ավոկադոյի խյուս ենք պատրաստելու, գուակամոլե չի այս դեպքում, ուղղակի խյուս, լիմոնահյութով եւ աղով, ընթացքում արդեն կպատմեմ, հենց նույն յուղի մեջ տապակելու ենք մեր ծնեբեկը։ Ծնեբեկի հետ կապված շատ հետաքրքիր տեղեկություններ կան իրականում։ Այո, ես էլ եմ ուզում անդրադառնալ։ Համեցեղից ենք սկսում։ Սկսենք այնտեղից, որ արքայական բույս է նա համարվում իրականում։ Հին հռոմից, այո, սկսենք։ Ու նույն հին հռոմում այնքան բարձր գնահատվում, որ կայսր նույն ինքը Հուլիոս Կեսարը հրամայել էր, որպեսզի ամեն մեկին հանկարծ չտան ծնեբեք, որպեսզի հատուկ հյուրերի համար նրանք կարողանան միշտ հյուրասիրել ծնեբեք։ Այո, ասեմ նաև, որ մոտավոր 5000 տարուց ավել պատմություն ունի ծնեբեկը եւ եգիպտացիների մոտ էլ է շատ տարածված եղել եւ նաև Եվրոպայում եւ հարավային Եվրասիայում, եթե չեմ սխալվում։ Ծնեբեկը 3 տեսակ ունի, առաջինը մեր կանաչ ծնեբեկն է, որը հիմա օգտագործում ենք, կամ անուշակագույն տեսակ ամբողջովին եւ կա սպիտակգույն ծնեբեք։ Ինչ է կարծում։ Սպիտակ գույնը, այո, հենց շատ հետաքրքիր է, որովհետև շատ հետաքրքիր մեթոդով են ստանում սպիտակ գույնը եւ նաեւ այդ մեթոդի մասին մի քիչ կարող ենք խոսել։ Ես հեռացնում եմ կոպիտ մասերը։ Իհարկե ծնեբեկը մենք խորովածել ենք անում, մեր հայկական են հավեսը մի քիչ ավելի հաստ տեսակները, բայց քանի որ նախաճաշի համար ենք օգտագործելու, ցանկալի է վերցնել ավելի նուրբ մասերը։ Խորովածի դեպքում մի փոքր կեղևազրկում ենք տակից, որ ավելի հետաքրքիր ու հարմար տեսք ստանանք։
Ես հիմա ուղղակի այսպես որ ցույց տամ, նայեք, այս մասը ինչ չոր արդեն արմատացված մասն է, քանի որ մոտիկ է եղել արմատին, ես հեռացնում եմ եւ թողում եմ ավելի փափուկ ծանվող մասը։ Այսպես։ Մի հատ նայեմ մեր բեկոնի։ Սպիտակ ծնեբեկի մասին էի ուզում դերել։ Սպիտակ ծնեբեկի վրա, շատ հետաքրքիր է, չէ՞, ես ձգձգում եմ սենց։ Ձեր կարծիքով ինչպես է ստացվում սպիտակ գույն, օրինակ սենց կարծիք։ Կաթը այդտեղ դեր խաղում է։ Չէ։ Չէ։ Անենց հետաքրքիր, այո, մեթոդ է ստանալու սպիտակ։ Դե բոլորս գիտենք, որ մեր բույսերը սնուցվում են արևից, հիմնական բոլոր կան բույսեր իհարկե, որ քլորոֆին են արտադրում առանց արևի օգնության, բայց մեծամասնության բույսերը քլորոֆինով են սնվում եւ իր գույնը ձևավորվում է հենց ես համ խոսեմ, համ գործ անեմ, թե չէ, այսօր չենք ուտելու մեր ծնեբեկով նախաճաշը։ Հենց քլորոֆինի հաշվին վերցրել են ծնեբեկը եւ մութ սենյակում լրիվ հողի տակ, որ ինքը արևի լույս չտեսնի, սկսել են աճեցնել։ Սպիտակ գույնը հենց ստացել են այդ մեթոդով եւ ավելի փափուկ նուրբ մասա։ Եթե մեր ծնեբեկը ունի ավելի կոպիտ ձևավորված թաղանթ, այսպես, սպիտակը ավելի փափուկ է եւ շատ յուրահատուկ համ ունի իր մեջ, իհարկե Սպիտակը արև չի տեսնում։ Չէ, սպիտակը արև չի տեսնում, սպիտակին արհեստական կերպով քլորոֆինից զրկում են եւ հողի տակ են աճացնում, ոչ թե հողի վրա։ Իսկ օգտակարությունը պահում է։ Օգտակարությունը ամբողջությամբ պահպանվում է, քանի միայն դուրս է գալիս այդտեղից քլորոֆինը։ Եվ շատ հետաքրքիր այդպես ստացվում է սպիտակ գույնի ծնեբեկ։ Ես հիմա վերցնեմ մեր Մենք գիտենք նաև, որ ծնեբեկի սերմը տնկելուց հետո առաջին բերքին պետք է սպասել ընդամենը 3 տարի, եւ այդ 3 տարի հետո է բերք տալու։ Եվ այդ նույն սերմը կարող է 15-ից մինչև 20 տարի բերք տալ։ Այո, ճիշտ ասած, աճեցման հետ կապված շատ ինֆորմացիա այդպես չունեմ, բայց ես անձամբ հենց տեսել եմ, թե ինչպես է աճեցվում, նաև տեսել եմ վայրի բույսը, թե բնության մեջ ոնց է։ Եվ ինքը ավելի հենց բույսի նման լայն տարածում է ստանում ծառի պես, ես հենց անտառից հավաքել եմ, շատ ավելի բարակ է իհարկե լինում անտառում, քան սովորաբար աճեցնում են ջերմոցներում, մոտավոր այսպես մի հատը քանի չեմ տապակի ասեմ, այսպիսի տեսք է ունենում հենց անտառին է, ու ավելի դառնություն է պարունակում իր մեջ, քանի որ ավելի վայրի պայմաններում է աճում եւ իրեն պետք է պաշտպանվել մանրէներից, բլոշներից, որ չուտեն իրեն։ Դա համար բույսը դառնություն է արտադրում ու ինքը sense շատ մեծ ծառի նման է, ես այդպես հավաքել եմ իրան ու մի հետաքրքիր փաստ է կա, որ ինքը այդ 3 տարի հետո աճելուց սկսում է շատ արագ էլի ծառը աճել եւ ծնեբեկը աճել։ Եթե չեմ սխալվում, մի քանի սանտիմետր անգամ մի շաբաթում թե 10 օրում մի քանի սանտիմետր բույսը բարձրանում է մի անգամից։ Շատ քիչ եմ ես տապակելու մեր ծնեբեկը, այս դեպքում արդեն ավելացում մի շատ գեղեցիկ անուն է լատիներեն կա, ուղղակի ես չեմ հիշում, որ ասեմ, շատ կախարդական անուն է, ոնց որ հնչում լատիներենը։ Այսպես։ Մի փոքր ավելացնում ենք ձիթայուղ, Ծնեբեկը տան պայմաններում նույնպես կարելի է աճացնել։ Ես չեմ փորձել, բայց ինձ թվում է այո։ Մեր հասմիկը փորձել է։ Երևի լույսերով հատուկ, թե ուղղակի այդպես ձրել ենք աճել։ Տան բակում ուղղակի Հա, բակում, ես մտածեցի տան մեջ։ Չէ, Հա, բակում հնարավոր է, քանի որ արև ունենք, լույս ունենք, այդ դեպքում այո, հնարավոր է։ Իսկ փոքրիկ ծիլ է տվել, այդ ծիլից է ինքը շարունակելու աճել։ Ինքը հենց ճյուղերի ծայրերն է լինում, պտուղը, այսպես ասած։ Ինքը ճյուղերը սկսում է զարգանալ մեծան, մոտավոր ես իմ տեսածը վայրի, իհարկե ջերմոցներում լրիվ այլ կերպ է աճում, հողի վրա արդեն միանգամից, չգիտեմ ոնց, հծիլը դուրս է գալիս։ Բայց այն ինչը որ ես տեսել եմ, ինքը ծառանման տեսակա բույսի եւ ինքը հենց ծերերը դաժե sense պտույտներով աճում է տենց գեղեցիկ ու հենց ծերերը արդեն ծնեբեկն է։ Ես այդպես եմ հավաքել։ Շատ չենք տապակելու, ավելի al dente ենք թողելու եւ ցանկալի չէ աղանել տապակելու ընթացքում, քանի որ հյութը սկսի դուրս գալ, այո։ Օգտակարության մասին նույնպես խոսենք, նա ապահովում է արյան մակարդելիությունը, ամրացնում ոսկորները, օգնում է դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից, լավացնում է մարսողությունը։ Եվ լիարդն եմ ապրում, քանի որ լիարդի մասին արդեն մանեն հեսա կասի։ Ֆոլաթթուներ, քանի որ շատ ֆոլաթթուներ է պարունակում։ Մնացածը
Մնացածը շարունակեմ։ Ծնեբեկի ցողուններում եւ տերևներում պարունակվող ամինաթթուները եւ այլ նյութերը պաշտպանում են լյարդի բջիջները եւ օգնում են շատ արագ դուրս գալ խումարից։ Այո։ Ու մի կարևոր փաստ էլ կա այն մարդկանց մասին, որ թերագնահատում են ծնեբեկին եւ չեն օգտագործում, հատկապես երբ որոշում են քաշ կորցնել, նվազեցնել։ 100 գրամ ծնեբեկը պարունակում է ընդամենը 20 կալորիա։ Այն իդեալական մթերք է հենց ձեզ համար, եթե որոշել եք սնվել առողջ, բալանսավորված եւ իհարկե շատ կալորիաներ չօգտագործել։ Օգտագործեք ծնեբեկը։ Մեր ծնեբեկը գրեթե պատրաստ է, ես արդեն կանգնացնում եմ տապակելու ընթացքը ծնեբեկի, մի փոքր ավոկադոն կտրատենք, որ ավելի հեշտ խյուս պատրաստ է։ Ավելի պինդեր։ Չէ, այս անգամ շատ հասած, շատ լավ ավոկադո է, այո։ Ուղղակի մի քիչ ես ավելի սովոր եմ, Որ սաղլիկ է, չափավոր, հա, որ սաղլիկ է, դա է դժվար լինում եւ այսպես մի փոքր ավելացնում ենք աղ, մեր ավոկադոին այսպես կանենք, ավոկադոյի խյուսն էլ արդեն պատրաստ է, սկսելու ենք մատուցումը։ Հա, պաշոտ ձուն ես արդեն պատրաստել եմ, նաև ասենք, թե ինչպես կարելի է տնային պայմաններում պատրաստել։ Հեշտ եւ արագ։ Այո, հեշտ եւ արագ, պաշոտ ձու ամենաառաջինը պահպանում ենք սանիտարական նորմերը եւ ձուն լվանում ենք քացախով ջրի մեջ, որպեսզի մանրէները չտարածենք խոհանոցով մեկ եւ լվանում ենք այնքան քանակ, ինչքան որ պետք է օգտագործենք։ Ամեն անգամ ես ասում եմ իհարկե մեր եթերին, շուշուտ կրկնենք, որ մեր հեռուստադիտողները ոնց որ ավելի շատ սկսեն այդպես անել։ Մանանթի համար ձուն շատ արագ, անգամ միջև խանութներ հասները կարող է փչանալ։ Դրա համար կարևոր է շատ պահպանենք ու եթե հետո կոտրում ենք ձուն, քանի որ իրեն դրսից արդեն մենք մշակել ենք եւ նորմալ է մանրէներ չունենք, ցանկալի է գոնե կլպելուց կամ կոտրելուց մի հատ հոտնել փորձենք ձվի, որովհետեւ կարող է ձում արդեն իսկ փչացած լինի։ Այսպես սկսում ենք քիչ-քիչ հավաքել մեր ուտեստը։ Այստեղ ուղակի մենք ձվի մասին չխոսեցինք, ասել ենք պաշոտ, բայց կիսատ մնաց։ Այստեղ մեր ավոկադոյի խյուսն է։ Նայեք ինչպիսի գեղեցիկ տերևով արդեն ափսեոն է։ Հա, պաշոտ ձուն։ Հասցնենք դա էլ ասենք, մեր ինչպես ենք պատրաստել, վերցնում ենք տարա, ցանկալի է մի քիչ ավելի խորը, ջուրը երացնում ենք եւ անջատում ենք։ Մի փոքր քացախ ենք լցնում, եթե ցանկանում ենք ավելի գեղեցիկ ֆորմա ստանալ, լցնում ենք քացախ, պտտում ենք եւ ձուն դնում ենք հենց ջրի մեջ։ Ինքը մի թեթև պտտվում է, պտղաջրերից ազատվում է, քացախ օգնում է, տեսած կլինեք, որ ձուն կոտրում եք, կողքից հենց սկսում է ջուր գնալ։ Տեղեր կա, պաշոտը պատրաստում են, ուղղակի ցանցի վրա կոտրում են, այդ պտղաջրերից ազատում են, հետո նոր լցնում են պաշոտ պատրաստեն կամ օմլետ պատրաստեն։ Բայց այս դեպքում, քանի որ մենք քացախ ենք անում, ինքը միանգամից քացախը այդ պտղաջրերը հավաքում է։ Ոսենց գնդիկներ է սպիտակ ստացվում։ Մի թեթև պտտում ենք, թողում ենք մոտ րոպե ու կես 90 վայրկյանի չափով եւ վերցնում ենք։ Ու ստացվում է այսպիսի գեղեցիկ պաշոտ։ Իհարկե, եթե բարդ է տան պայմաններում պատրաստել, կարող եք ուղղակի օմլետ անել, մեր հայկական աչիկո ասվածը, գեղեցիկ շատ այսպես։ Հիմա ավելացնում եմ նանայի տերևներ, փորձել եք հեչ նանայով։ Իհարկե։ Շատ Մեզ անուշը շատ լավ է այստեղ նայում։ Ավելացնում ենք Ես նանայի արդեն տերևներ պատկերացնում եմ այդ համային համադրությունները։ եւ աղ, Ինչ ենք ավելացնում։ Ինչ համ կստացվի։ ես քանի որ ձեռնոցներով եմ միանգամից այսպես կխառնեմ, որ ավելի աղը տարածվի ամբողջությամբ։ Եվ կսկսեմ գեղեցիկ Ծնեբեկը սովորաբար մսային ուտեստների հետ է մատուցում։ Այո, հիմնական, քանի որ ինչպես նշեցիք, Հունաստանում որպես արքայական բույս եւ բանջարեղեն են հաշվի առել, հիմա էլ չի փոխվել դա եւ ավելի հարկի ստեյքերի եւ մսատեսակների հետ են հենց մատուցումը անում, բայց ոնց որ ասեց Մանեն, շատ առողջարար եւ նիհարեցնող
բույս է, կարող ենք օգտագործել եւ տանը շատ լայն կիրառում տալ մանավանդ այս սեզոնին, որովհետեւ ինքը շատ է։ Հետո մի քիչ սեզոնը կտրվում է եւ մենակ ջերմոցինն է հիմնական լինում, բայց ներկա պահին հենց թարմը շուկայում համարյա ամենուր կարող եք գտնել։ Այսպես։ Նայեք ինչ գեղեցիկ ֆորմաներ ենք ստացել։ Տեսքը այդ մեր բեկոնի ու շատ գեղեցիկ գույներ ենք ունենալու ափսեի մեջ։ Այսպես։ Սա վերցնենք։ Ես մի հատ փոխեմ ձեռնոցներս եւ ավարտենք։ Մեզ մնացել է հավկիթը ու պարմեզանը։ Մնացել է հավկիթը, այո, եւ պարմեզանը։ Վերջում կարող ենք գեղեցիկ կտրել։ Անամփեր եմ ինչ է լինելու վերջը։ Որովհետև բույրը տարածվել է ամբողջ տաղավարով մեկ։ Ավելի է այդ բույրը գրգռում։ Արդեն վայելում ենք բույրը ու չենք համբերում, թե երբ ենք հասնելու խոհանոց։ Այսպես։ Տեղադրում ենք հավկիթները ու նայեք, եթե կնկատեք ինչքան ձիգ տեսք ունի մեր հավկիթը, դա հենց քացախի շնորհիվ է, որ թե այսպես ծալվում է, այ ուղղակի ձիգ մնացել է ֆորման։ Սա մեկ եւ Սա ավելի մոտ է որ երկրի նախաճաշին, ինչական նախաճաշ է։ Ավելի եվրոպական կարելի ասել, որովհետև հա, մի շատ հետաքրքիր փաստ էլ չնշեցի, քանի որ այսպես մի անգամից մտքիս եկավ, ամենաշատը որտեղ են օգտագործում, դե այդպես կարող ենք նաև ասել, ծնեբեկը, այո, ամենաշատը մարթա հաշվարկով, դա լինում է Չինաստանում, քանի որ այնտեղ ուղղակի շատ են, իսկ ամենաշատը, որ հաշվենք սպառումը որտեղ է գնում, դա լինում է Գերմանիայում։ Ամենաշատը ծնեբեկը օգտագործում են։ Ասես Ֆրանսիա։ Գերմանացիները ավելի շատ են օգտագործում։ Կարող ենք մի հատ ստուգել նաև, այո։ Եվ պարմեզան։ Պարմեզանը շատ չենք անում, այսպես։ Քանի որ ծնեբեկը տաք է, պարմեզանը կսկսի հալվել եւ ամենակարևոր, որ ասեցի, հետո կասեմ վերջում, մեր կրեմ բալզամիկը։ Վերջին շրջանում շատերն են սկսել այդ բալզամիկ կացախը օգտագործել կրեմ։ Այո, բալզամիկ կացախը։ Շատ լայն տարածում է ստացել։ Բոլոր աղցանների մեջ մեր տանը կա, չգիտեմ ինչ է։ Ռեստորաններում կիրառում, իսկ հիմա բոլոր այդ շատ լավ է, ես շատ ուրախանում եմ, որ այն ինչը մենք լինում է, որ տնային պայմաններում խոսում ենք տնային տնտեսությունների հետ, մեկը ասում է, ես սա եմ օգտագործում, ես sense նայում եմ, ասում եմ, վայ, էս ինչ լավ է, էլի։ Մենք միայն ռեստորան չէ, էլի, որ օգտագործում ենք, անգամ տրյուֆելի ձեթեր, տարբեր տեսակի սոուսներ, արդեն լայն կիրառում ունի տանը, եւ այո, դա շատ գովելի փաստ է մեր Հայաստանի համար, որ մեր տնային տնտեսությունները այդքան զարգացել են եւ մեր հետ խոհարարական հարցերի մեջ են էլի մտնում։ Ահա, մեր Բայց ես կարծում եմ, որ տղամարդկանց մեծ մասն էլ այդ բոլոր տեսակների անվանումները գիտի, որովհետև գալիս է ծլենք SMS ու գրված է մի հատ, չգիտեմ, ինչ-որ տարօրինակ բալզամիկը կբերեք։ ու սա ինչ է, ու խեղճ սուպերմարկետներում, խանութներում սկսում ես արդեն աշխատակիցներին փնտրել, գտնել, որ քեզ օգնեն, թե սա ինչ է ու ինչի համար է։ Վերջացրեցինք, թե մի երկու վերջացրել ենք եւ կարող ենք ամենավերջի շտրիխն էլ անել։ Կտրել։ Այո, սա շատ իմ սիրած հատվածն է, այսպես, որ մեր ծվի դեղնուցը գեղեցիկ սկսի ծորել, այսպես։ Այսա ռեստորանային նշվում էր էլի, այսպես։ Սարգիս, շատ շնորհակալություն, շատ օգտակար նախաճաշի համար, նաև օգտակար տեղեկությունների համար, հատկապես ծնեբեկի մասով բավականին հետաքրքիր տեղեկություններ իմացանք։ Շնորհակալություն, մենք միշտ ուրախ ենք քեզ մեր տաղավարում տեսնել։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Դե ինչ սիրելիներս, մենք մաղթում ենք բոլոր նրանց, ովքեր այս պահին ուզում են նախաճաշել բարի ախորժակ, իսկ ովքեր չի, ապա արդեն սկսեք պատրաստել, հատկապես ծնեբեք, քանի որ շրջանն էլ է, թարմ կարելի է օգտագործել ու դուք քիչ առաջ նաև լսեցիք, թե ինչքան օգտակար է այս բույսը։ Այնպես որ հաճախ օգտագործեք ծնեբեկը։ Իսկ մենք լսենք կունենանք փոքրիկ դադար։ Դադար, հետո երաժշտություն, որից հետո կվերադառնանք։ Մենք գնանք նախաճաշենք։